Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է, ձեզ հետ ես եմ, Մերին Մուսինյան, բարի օր։ Հրապարակախոս, լրագրող ու արձակագիր Մարգո Ղուկասյանը, ով 13 գրքի, տասնյակ հոդվածների ու ակնարկների հուշագրությունների հեղինակ է, հերթական պատկառելի գիրքն է դրել մեր սեղանին։ Անվերնագիր, այսպես է անվանել հեղինակն իր վերջին գիրքը։ Անվերնագիր, իրոք, ուրիշ անվանում հնարավոր չէր տալ այս գրքին։ Մարգո Ղուկասյանը ծնվել է 1927 թվականին։ Որքան մոտ է այս տարեթիվը մեր պատմության եղերական տարեթվին 1915-ին։ Երբ ծնվեց նա, 12 տարի էր ընդամենը անցել այն սև օրից, երբ նրա ծնողներն իրենց բնիկ հողուջրից, Բասենի գավառի Դալիբաբա գյուղից գաղթել էին Արևելյան Հայաստան։ Ժամանակի առումով որքան մոտ էր նա երկրին եւ ուրեմն որքան պատմություններ էր լսել նա, որքան ներկա էր եղել երկիրն իր կյանքում եւ որքան ուժգին էր զգացել ծնողների կորստի ու կարոտի ցավը։ Բայց երկրի հետ իր ունեցած զորավոր կապն այսքանով չպիտի սահմանափակվեր։ Մարգո Ղուկասյանը տարիներ անց հարս պիտի գնար երկրից մազապուրց եղած Ալմաս մայրիկի ու Ղուկաս հայրիկի ընտանիք եւ Արևելյան Հայաստանում ծնված նրանց միակ որդու Ահարոն Խաչատրյանի կինը պիտի դառնար։ Ալմաս մայրիկի տունը Սեբաստիայի գավառի Կարագյոլ գյուղի տան փոքր տարբերակն էր Երևանում, որտեղ ես հարս եկա 1950 թվականին։ Ուներ փոքր կոկիկ թոնիր, որ իր ձեռքով էր սարքել։ Բոկոնները թխելուց հետո թոնրի տակը առատ կրակ էր մնում։ Ալմաս մայրիկը պղնձե կացայով ճաշը դնում էր վրան, ասելով՝ թող կամաց մայեփվի։ Ճաշը եփվում էր դանդաղ, կափարիչի տակից լսվում էր քլքլթոցը։ Այդ կերակուրը շատ համեղ էր լինում։ Կիսամութ հաշտում դրված էր խնոցին, կարասները թթվի ղավուր մայի։ Նրա դրած թթուն մինչև մայիս դիմանում էր, կարասի տակը մի բուռ գարի էր գցում, ինչպես իրենց գյուղում Կարագյոլում էր ընդունված եղել։ Միշտ ափսոսում էր, հոս շաղգամ չի կա, ատոր թթուն ամենեն աղեկը կլլար։ Պղնձե փոքր սինին, մայրիկը դրանով երկրի թխվածքն էր եփում, կոչվում էր բուրմա, խորիզը սարքում էր ալյուրով, անարատ յուղով եւ ծեծած ընկույզով, փռում էր գրտնակած խմորի վրա, խոխովակաձև կլորացնում էր եւ գալարաձև տեղավորում սինու մեջ, երեսին հարած ձու էր քսում, եփվելուց հետո բուրման վարդի պես կարմրում էր եւ հաճելի բուրմունք տարածում։ Հիմա այդ սինու մեջ ես ոսպու ծավարեղեն եմ մաքրում։ Քիչ էր մնում մորանայի թորներին լողացնելու արարողությունը, տաշտի մեջ տաք ջուրը լցնելուց հետո մի լիքը բուռ աղեր ավելացնում, ասելով թող մաշկը քրփանա, այսինքն ամրանա, լողացնելուց հետո վերջում լավ պարզաջրելուց հետո հոպլա վզիկ էր ասում, ըստ բասենցիների երկար վզիկ, երբեմն ոտքերից բռնած, գլուխը կախ երեխային թեթևորեն ցամաքեցնում էր եւ ասում, թոթվե ջրիկ շալկե մսիկ։ Այսպես է սկսվում Մարգո Ղուկասյանի անվերնագիր գիրքը, որը ես կարդացի հատվածաբար։ Մեկ ընտանիքի պատմությամբ այն ներկայացնում է հայոց մեծ եղեռնի ողջ ողբերգությունը։ Գիրքը ծայրից ծայր փաստագրություն է։ Մարգո Ղուկասյանի դեպքում, ինչպես միշտ փաստերի հետ աշխատելու դասական օրինակ է սա։ Տարիների ապրումները, զրույցները, հիշողությունները նա չափազանց խնամքով փայփայել է սերունդների համար նաև, որպիսի մի օր հանձնի թղթին։ Այս գիրքը նա գրել է 3 տարվա ընթացքում, 80 անց հասակում, իր հարազատների, իր ժողովրդի, իր ընտանիքի հետ միասին սպիտակ թղթի առաջ նա նորից մտովի վերապրել է ցեղասպանության ողջ սարսափը։ Թերևս միմիայն պատասխանատվության զգացումը կարող էր մարդուն այսչափ զգոն եւ նպատակային պահել։ Սեբաստիայի գավառից հրաշքով Հայաստան հասած Ալմաս մայրիկը, Ղուկաս հայրիկը, Վասենցի իր ծնողները վաղուց արդեն երկնքում են, սակայն նրանց կենդանի ներկայությունը դեռ պատմում է կորցրած երկրի մասին։ Այդ պատմությունը մենք պարտավոր ենք լսել։ Այսօր Վերնատան հյուրասրահում ես զրուցում եմ արձակագիր հրապարակախոս Մարգո Ղուկասյանի հետ։ Արդեն ականատեսները համայնա չկան, հատուկ են, որ իրենք անցել են տերզորով կամ երկիրը հիշում են դեռևս տեսողությամբ եւ մտքով, բայց արդեն նաեւ առաջի սերունդն է գնում, որը շատ
մոտիկ է եղել եւ ավելի շատ է լսել։ Դրա համար այդ հատուկենտ մնացած մարդիկ մեր Գերդաստանից օրինակ երկու կողմից էլ թե կեսուրից եւ թե մայրիկից կողմից ես ամենատարեցն եմ եւ եթե ես դա չանեի արդեն եթե ինձանից ցած սերնդից էլ մարդ գտնվի, որ ուզենա գրի այս թեմայի մասին, նա արդեն ավելի շատ է հեռացել, քան թե ես։ Դրա համար շատ անհրաժեշտ համարեցի ես, որ այս գիրքը լինի։ Ես գիտեմ, որ ձեզ համար շատ հուզիչ իրավիճակ է, նույնիսկ անհարմար եմ զգում, որ ձեզ այս թեմաներով պիտի զրուցենք, բայց ես կասեմ, ուժերս կհավաքեմ եւ կասեմ էլի։ Ինձ որ հարցնում էին, թե դու ինչի ես կան ուժ գրեցիր այս թեմայի մասին, ես ասում եմ անհրաժեշտ էր որ գրեի, բայց նաև մի պատճառ էլ կա, բացի անհրաժեշտությունից, որ ես երկու կողմից էլ եղերն տեսած եմ եւ իմ ծնողների եւ իմ ամուսնու ընտանիքի։ Ծնողներս Բասենի գավառից են գաղթել, իսկ ամուսնուս ծնողները եղել են Սեբաստիայի գյուղերի բնակիչներ։ Եւ պարզ է որ փոքրուց դեռ իմ ծնողներիս միջոցով եմ ես լսել այդ ամենի մասին, իսկ հետո էլ հարց եմ գնացել այնպիսի տուն, որ շատ բացահայտ էր էլի, եւ նույնիսկ կարելի ասել այնպիսի դեպք էր, երբ սկեսուրս անցել էր Տերզորով, ուրեմն այդ գեհենի միջով անցած 5 զավակ կորցրած ճանապարհին հենց Տերզորում 5 զավակ կորցրած կնոջ հետ ես նույն ընտանիքում ապրել եմ տարիներով եւ խոսել ենք այդ թեմաներով ու իմ մեջ ամեն ինչ տպվել է, բայց ես որ հիմա կարող եմ ասել արդեն համարյա 40 տարի օրագիր եմ պահում, այդ բոլորը ասածները ես գրի չեմ առել, ամեն ինչ գրել եմ իմ Բասենցի մայրիկիս մասին մեծ հոդված եմ տպվել է եւ այն ժամանակ ես անդադ գրել եմ, բայց սկեսուրինս այնքան դաժան պատմություն էր, որ ես լսում էի ու ես գիտեի, որ դա երբեք ես չեմ մոռանա, չնայած երբ գիրքը գրում էի, ես ինձ մեղադրեցի, որ ես պետք է ամեն ինչ գրի առած լինեի, համենայն դեպս ինչ որ կա գրքում բոլորը իմ լսածը այն տեղեկություններն են, ինչ հաղորդել է մայրիկս, Ալմաս մայրիկը ինչ որ հաղորդել է եւ սկեսրայրիցս ինչ որ լսել եմ։ Դրանցից բացի իմ որդին մի անգամ ինձ ասեց Տատին շատ էր սիրում, Ալմաս տատին չտեսնված շատ էր սիրում, առաջի էջում էլ գրքից լուսանկարը կա, ասեց մամա դու այնքան մարդու մասին ես գրել, բայց իմ տատի մասին ինչի չես գրել, չեմ հասկանում։ Ես սկսեցի մտածել էլի, տղաս ուրեմն սպասում է դրան, բացի դրանից արդեն ես էլ տարիքս առել եմ եւ եթե հիմա չանեմ հետո այլևս հնարավոր չի լինի եւ այն ամենը ինչ ես գիտեմ եղերնի մասին, ինչ ես նույնիսկ ինձ թվում է թե կաշվիս վրա եմ զգացել, կկորի ու ես որոշեցի որ պետք է անեմ։ Ամեն ինչ մոռացա, մինչև հիմա ինչ եմ արել, ամեն ինչ մոռացա եւ այս թեման եկավ մեջտեղ ու կարծես թե ես նորից 15 թիվը ապրեցի իմ հարազատների հետ, երկու ընտանիքների տեսած տառապանքների հետ եւ հատկապես սկեսուրից տեսածը, որը անպատմելի է, բայց ինչքան որ կարողացել եմ ես ներկայացրել եմ գրքում, ամբողջ իրենց ընտանիքը ամուսնուն անմիջապես թուրքերը բանակ են տարել, որպեսզի ռուսների դեմ կռվեն, իսկ իրենք առանց տղամարդ ընտանիքը 14 հոգով դուրս են եկել գյուղից եւ Տերզորից դուրս են եկել բոլորը զոհվել են բացի սկեսուրիչս 14 հոգուց մնացել է միայն Ալմաս մայրիկն ընդ որում 5 երեխա կորցնելով կորցրել է 5 երեխա եւ դրա համար նա երբեմն որ ես ինչ որ հարցեր էի տալիս ուզում էի խոսել ինքը ասում էր աս հարցը ինչ կուզեի ինձ ես ինչ կրնամ ասեմ իմ քաշածներիս մասին ու լռում էր շատ Աղոթքը քնելուց առաջ երբ վերմակի վրա մի տաք շալ էր ավելացնում, ախր ոտքերն ու մեջքը շատ էին ցավում։ Ուսերը ինչպես հարկն է ծածկել էր, ինձ պատվիրում էր մեջքս վար մխե, այսինքն վերմակս այնպես սեղմի, որ քամին չմտնի տակը։ Դրանից հետո սկսում էր աղոթքը, հազիվ լսելի, երբեմն մրմնջալով, անսովոր աղոթք էր, ուրիշ ոչ մեկից չեմ լսել։
Աստված, առաջ դու հասնիս ծովու վրա եղողին, հետո հասնիս բանտին մեջ եղողին, հետո հասնիս հիվանդանոցին մեջ եղողին, հետո նոր հասնիս իմ բալեքին։ Այս աղոթքը նրա հետ եկել էր հայրենի Կարագյոլից, նրա հետ ճամփորդել էր Տերզորի անապատում եւ բազմիցս ձեռքերը պարզած դիմել էր երկնավորին, ամենավերջում հասնել շիկացած ավազների վրայով քայլող եւ ծարավից բերանները չորացած իր աչքի լույս զավակներին, բայց ավաղ ձայնը տեղ չէր հասել։ Կարծում եմ Ալմաս մայրիկի մասին ձեր մտքերը։ Ես հասկանում եմ, որ նա անսահման բարի կին էր։ Չափազանց։ Ես իրենով ուզում եմ նաև մեր ժողովրդին հասկանալ։ Ինչպես էր, որ այդ վայրագությունից հետո մենք այդքան լայնասիրտ մնացինք եւ այդքան բարի։ Գիտեք ինչ, այդ հարցը իհարկե շատ դժվար հարց է, անսահման բարի էր եւ ամբողջ այդ թաղամասը, պլանի գլխի այդ թաղամասը, որը փոքր տներ էին, իրար գլխի թառած, առանց հարմարությունների, Ալմաս մայրիկը ոնց որ նրանց բոլորի մայրը լիներ։ Եվ մինչև այսօր բոլորը նրան պիտի որ հիշեն։ Բոլորը շատ հիշում են։ Որ թվականին մահացավ Ալմաս մայրիկը։ 62 թվականին։ 62 թվականին։ Ինքը կով էր պահում, մայրիկը եւ հայրիկը կով էին պահում եւ խնոցի ուներ մայրիկը, ինքը հարում էր, կարակը հանում եւ հարևաններին ասում էր դույլերը բերեք, բոլորին բաժին էր հանում, մանավանդ այդ պատերազմի տարիներին 41 թվականին տարեք երեխաների համար սպասեք, մեջներ մի բուժուր կտոր կարակ էր գցում բոլորին եւ ամբողջ ժամանակ գալիս էին իր հետ խորհրդակցելու, ինքը բոլորին սիրում էր, երեխաներին, հարևաններին, ինձ թվում է ինքը սիրելու կարիք ուներ, պահանջ ուներ։ Մի տղա ունեցավ եւ այդ տղայով ինքը մխիթարվեց։ Ամբողջ ժամանակ թե իմ հայրիկի եւ մայրիկի կողմից եւ թե սկեսուրից եւ սկեսրայրիս կողմից անընդհատ ես լսել եմ, որ ախ, երթայի երկիր, մայրս ասում էր, երթայի մեր ջաղածը տեսնեի ու մեռնեի։ Եվ ջուր խմեի, դեր ջուրն էր ուզում։ Իսկ վերջում էլ մայրս ասեց, գյուղի գրնով աղբյուրի ջուրը կուզեմ։ Մի խոսքով նրանք ամբողջ իրենց հետ եղերնյա կյանքը կարոտով են ապրել եւ սկեսուրս ինչի մասին որ խոսեինք, ջրի մասին խոսեինք, բանջարների մասին խոսեինք, հացի մասին խոսեինք, ասма այդ բանջարների համը գյուղը կիմանար, այստեղ չկա, ամեն ինչը այնտեղ լավ է եղել, այստեղ այդքան ոչ, բայց համենայն դեպս նրանք այնքան մեծահոգի մարդիկ են եղել, որ դիմացել են այդ մեծ կորստին, չնայած մինչև Զավակների հետ, այլև զրույց է երկրի հետ, այնտեղ թողած մեր մասունքների հետ, որոնց մասին իր գրքում այնպիսի քնքշանքով է գրել Մարգո Ղուկասյանը։
Անվերնագիր գիրքը անհնար է սառը սրտով ընթերցել։ Իդեպ Մարգո Ղուկասյանը այս պատմությունը հուզիչ դարձնելու համար ածականներ, մակտիրներ, հոմանիշներ առատորեն չի օգտագործել։ Նա պարզապես պատմում է, եւ դու որպես ընթերցող ոչ միայն զգում ես գաղթի ու ցեղասպանության ողջ սարսափը, այլև զարմանում ես։ Այս իրական պատմությունները միթե հենք չպիտի հանդիսանային, որ մենք այսօր ունենայինք ցեղասպանության մասին մի իսկապես լուրջ ֆիլմ, այնպիսին, ինչպիսին Տիկին Ղուկասյանի գիրքն է, առանց պաթոսի, հավելյալ հայրենասիրության, պարզապես Ալմաստ Մայրիկի կյանքի պատմությունը Սեբաստիայից մինչև Արևելյան Հայաստան։ Անվերնագիրը մեր երկրից մի կտոր է, դրված մեր սեղանին։ Ընդհանրապես, այս գրքով Մարգո Ղուկասյանը հայի իր հարցադրումներն է անում, այն փորձելով լսելի դարձնել նաև մեր սերնդի համար։ Ես հարցնում եմ նրան. Ուզում եմ խնդրել ձեզ, մեր անելիքի, մեր նպատակների այսօր մեծ եղեռնից այսքան տարի հետո մենք ինչ անելիք ունենք, ինչ մտքի վրա պիտի կենտրոնանանք, որն է ձեր բանաձևը ճիշտ ապրելու, անկախ Հայաստան ունենք վերջապես։ Այդ իմ ամենացավոտ խնդիրն է, որ ես հիմա տեսնում եմ։ Մեր սերունդը մենք լավ կրթություն ենք ստացել։ Այն ժամանակ եւ դպրոցներն են եղել ավելի բարձր մագարտակի վրա եւ բուհերը։ Օրինակ Երևանի պետական համալսարանը ավարտող մարդը արդեն լիարժեք մասնագետ էր, պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտողը լիարժեք մասնագետ էր, բժիշկը լիարժեք մասնագետ էր։ Այս վերջին մի քանի տասնամյակի ընթացքում այս ճանապարհ մաշվել է այդ հնարավորությունը եւ դրա տեղը գրավել են ավելի մակերեսային երևույթներ, կրթությունը մակերեսային են ստանում, թե դպրոցում, թե բուհերում, միայն մի փաստ, որ ասենք, թե մենք արդյոք ունեինք 100 համալսարան ունենալու հնարավորություն, մենք արդյոք ունեինք այդքան դասախոս, այդքան գրականություն, այդքան տարածություն, մագարտակը իջել է։ Ինձ ամենից շատ այդ հարցն է այսօր հուզում։ Իմ սիրտը սարսափելի ցավում է, երբ որ ես նոր փաստեր եմ իմանում արտագաղթի մասին, բայց արտագաղթն էլ երկու կողմ ունի։ Մի կողմից այն, որ հայրենիքում ինքը չի կարողանում աշխատանք գտնել եւ իր ընտանիքը կերակրել։ Մյուս կողմից նա գնում է օտարություն, գնում է կարծես թե ձուլվելու, որտեղ ուրիշ բան չկա։ Ու ինչ պետք է անել։ Պետք է ինձ թվում է ամբողջ ժողովրդի մեջ այդ բանը տարածենք, որ ամենակարևորը մայր հողն է։ Ամենակարևորը հողից կտրվողը շատ բան է կորցնում, բայց նաև ասեմ, որ գնացողների մասին էլ պետք է մտածել։ Նրանք ինչ են կորցնում, չէ՞, բայց մենք ինչ ենք կորցնում, մենք ոսկի ենք կորցնում, մարդկային ոսկի ենք կորցնում, մենք ուղղակի աղքատանում ենք։ Այն մեր գլխավոր խնդիրը այսօր ստեղծել այնպիսի պայմաններ, որ մենք կարողանանք պահել մեր մասնագետներին։ Առանց լավ մասնագետների երկիրը երբեք առաջ չի գնա։ Իսկ վերջում Մարգո Ղուկասյանի հետ գրությունը։ Ես ուզում եմ, որ մեր ամենամեծ ցավը խաղալիք չդառնա։ Միայն եւ միայն մենք պետք է մեր աշխատանքով մեր երկիրը լավացնենք, դադարեցնենք արտագաղթը, պայքարենք երկրաշարժի աղետների դեմ եւ պատրաստ լինենք շատ փորձանքների, մենք պետք է դա անենք։ Ուրիշները մեզ համար ոչինչ չեն անի։ Շնորհակալ ենք Մարգո Ղուկասյանին, իր գործի նվիրյալ այս հմայիչ մարդուն, լրագրողին, քաղաքացուն։ Նա իդեպ այս օրերին դարձավ 85 տարեկան։ Շնորհավորում ենք նրան ի սրտե եւ ուզում վստահեցնել, որ պատվով կշարունակենք իր գործը։ Ես տեղեկացնեմ, որ Մարգո Ղուկասյանի անվերնագիր գիրքը կարող եք գտնել Երևանի գրախանութներում։ Ձեզ հետ Մելիներ Մուսինյան, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։